Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 128-ի, ևս 79 մարդ վիրավորվել է, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Բնակելի համալիրում հրդեհը սկսվել է նոյեմբերի 26-ին։ Վերանորոգման ծրագրի շրջանակներում շենքերի շուրջ տեղադրված բամբուկե կառույցները հրդեհվել են։ Հրդեհը արագ տարածվել է, ի վերջո կլանելով համալիրի բոլոր 8 շենքերը։ Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի պարամետրերը, որոնք ճշգրտվել էին Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա խորհրդակցություններից հետո, Կրեմլի խոսնակն է հայտնել։ Հավելել, հիմնական պարամետրերը հաղորդվել են, քննարկումը տեղի կունենա Մոսկվայում հաջորդ շաբաթ, նշել է նա։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը ուկրաինական կարգավորման հարցում իր մեջ ամփոփում է բանակցելու ձգտում, սակայն դեմ է այդ քննարկումների մանրամասների հրապարակային բացահայտմանը։ Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի 4-ից 5-ը պետական այցով կմեկնի Հնդկաստան, որտեղ կհանդիպի վարչապետ Նարենդրա Մոդիի եւ նախագահի հետ։ Այն առանձնանում է ընդլայնված ծրագրով եւ հատուկ արարողակարգային պատիվներով, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այցը մեծ նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է տալիս համապարփակ քննարկել ռուս-հնդկական հարաբերությունների ողջ օրակարգը, հատուկ ռազմավարական գործընկերությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ անդրադառնալ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին։ Այսօրվա մարտահրավերները չեն խանգարում Ռուսաստանի եւ Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացմանը, նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը։ Իր հերթին Օրբանը նշել է, որ Հունգարիայի տնտեսությունը լուրջ վնաս է կրել ռուս-ուկրաինական հակամարտությունից եւ ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև առևտրի խափանումից։